2 ամիս կալանավայրում անցկացնելուց հետո հենց դատարանի նիստերի դահլիճից ազատ արձակվեց Հայաքվե նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։ Որոշում կայացնում մեղադրյալ Ավետիք Չալաբյանի նկատի կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը, որոշելով վերացնել Չալաբյանի կալանքն առանց որևէ այլ խափանման միջոցի կիրառման։ Փաստաբաններն առաջարկել էին կիրառել մինչև 15 միլիոն դրամ գրավ, սակայն դատարանն անգամ դրա անհրաժեշտությունը չտեսավ։ Հուսով եմ, երբ մյուս դատավորներն էլ իրականում օրինակ կվերցնեն դատավորից եւ իրանք եւս կառաջնորդվեն օրենքով այս որոշումներում, որտեղ իսկապես մեր երկրում կալանքը չպետք է լինի պատժի եւ նաեւ խոշտանգման միջոց։ Դատարանի բակում Հայաքվեի համակարգողին աջակիցներն էին սպասում ազատություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին գրություններով։ Չալաբյանը խոստանում է վերադառնալ շարք եւ պայքարել իր խոսքով իշխանական դեմագոգիայի հեղեղի դեմ։ Ազատության մեջ իմ հաջորդ քայլերը իմ աջակիցներին մոտենալ եւ ողջունելն է, բնականաբար այս մեղադրանքը քարը քարի վրա չթողելն է։ Դիմությունը պետք է շարքեր ինչ-որ իմաստով միավորի, որպեսզի կարողանա այն դեմագոգիայի հեղեղը պարզապես, որ լցվում է քաղաքացիական պայմանագրից, ամեն օր մեր ժողովրդի ականջները այդ դեմագոգիայի հեղեղին դիմագրավել։ Ավետիք Չալաբյանի կնոջ Անահիտ Ադամյանի խոսքով այսօր Հայաստանում հարյուրավոր քաղբանտարկյալներ ու քաղաքական հալածյալներ կան։ Իր ամուսինը նրանցից մեկն էր։ Մենք այս պահի դրությամբ ունենք հարյուրավոր քաղբանտարկյալներ եւ քաղաքական հալածյալներ, այնքան մարդու նկատմամբ արդեն քրեական գործեր են բացված եւ այս մեր դեպքում ընդհանրապես Ավետիքը շատ դասական քաղբանտարկյալ է, որովհետեւ իր եւ քրեական գործն է ամբողջությամբ հնարված եւ կալանքն է հենց քաղաքական շարժարիթով ստեղծված։ Ավետիք Չալաբյանը կալանավորվել էր հունիսի 24-ին իր տանը խուզարկությունից հետո։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ընտրողների ընտրական իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության հոդվածով, ինչը պաշտպանական կողմը միանշանակ գնահատում էր որպես շինծու քաղաքական հետապնդում։ Զարուհի Սահակյան, Նորայր Շարբաթյան և Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։